ամենայն հայոց կաթողիկոս հարգակներս Քրիստինե Հարաջան ուրեմն երկնային գրասենյակը հանրային ձայն հաղորդաշարին ուղարկել է դիմում բողոք ես ասում եմ չի ես անդադ զարմանում եմ բանկ դահակը հարկային մաքսային եւ այլն մի օր էլ Նիկոլի աշխատակազմն այնց դիմում բողոք ուղարկելու հիմա դիմում բողոքա ուղարկել երկնային գրասենյակը երկնային գրասենյակի դիմում բողոքի մեջ ասված է որ դուք կարող նստեք պարոն Գարեգին դուք սեփազան մարդ եք որ դուք խախտել եք կուսակրոնության մասին օրենքը եւ իրականացրել եք մեղք Աստծո առաջ երկնային գրասենյակն էլ խնդրում է որ մենք դա բարձրաձայնենք Քրիստինե Հալաջյանը դիմումը բողոքը դոշին խփած վազելով եկավ մտավ մոտս ասեց խնդրեմ մետեր եղի հիմա ես ուզում եմ ձեզ հարց տալ պարոն վեհապար գավազանը տվեք պարոն Ծառուկյանի ձեռքը դոդի մոտ մնա գավազանը եւ այսպես ըստ եկեղեցական օրենքների կաթողիկոս կոչվող մարդը չպիտի ունենա ընտանիք այսինքն կաթողիկոսը չզբաղվեր սեքսով կաթողիկոսի առնանդամը պետք է լինի դակած այն որ չխկելիք կա ես չխկելիք էի ասում դրանով սենց չլեղք պիտի փակվի մենակ այն կողերից պիտի շիշիկը դուրս գա երկող ֆանտան բայց էրեկցիա օրգազմ կուկուլալա տումամբա եւ այլն արտահայտությունները մեղքա երկնային գրասենյակի առաջ բայց բանից պարզվա որ մեր կաթողիկոս այսինքն հանձինս դուք զբաղվել ենել ինչ թար զբաղվել սեռական կյանքով այդ սեքսի ժամանակ երբ որ դու կուկուլալա անել քո կնիկ woman լոլա չէ լոլա ահա բա դու չասես հրեշտակները նայում են հրեշտակներ են սիրով որ սենց պուճուր երեխեք թևերով սենց նետուաղեղ որ ֆրֆրում են պատրուլը եթե պատրուլ եմ ես դրան ասեմ պատրուլը ֆրֆրում է բա որ պատրուլը հանկարծ սենց թռելով է երեխեն գա մեկը տենամա կաթողիկոսը բռնելա երկու հատ ազդրեր ու մեջը կաչայի տանում ինչ պիտի անի անմիջապես այդ հրեշտակը այդ մանկիկը թևերով նետուաղով սենց խփում է ու ռոմանտիզմը ծնվում է մոր մշ անգնում սատկում մի քանի հատ արդեն տես վարի են գնացել հրեշտակներն իմացել են զեկուցել են գափոյի վիճակը վատացել է գնացել ահազանգով մտել է Հիսուս Քրիստոսի մոտ ասել է ամենայն հայոց կաթողիկոս լոլա դոմփելի Հիսուս Քրիստոսն էլ մետախու տրտում նստած ասում է լավ էս անելու բան էր հա ինչ անեն դիմել են հանրային ձայն բայց երկնային գրասենյակ իմացել է որ դու ասելու ես լկտի սուտա ասել է խնդրում եմ տպած գալգել են ամենայն հայոց կաթողիկոս կոչված անձնավորությանը այս հարցերը տվեք հիմա մենք դες ուզում ենք հարց տանք երկնային գրասենյակի անունից մեզ դիտում են հիմա հենց հիմա մեզ դիտում են եւ այլն ասում է թո կաթողիկոսը պատասխանի գրա ով է լոլան բայց իրանք արդեն պատասխանում են լոլան էդի քո կնիկն է գրածա կի լոլա տեչատած Հիսուսի ստորագրությունը դրած աղջիկդ անունը խաթում մասնագիտությամբ բժշկուի դրել ես մամայիդ անունը վերեն ես քոմորը չեմ ճանաչում այդ բանա ես ուր էի ասկի իմ ֆունդամենտը գցած չէր որ քոմերը կար թորնուհուտ անունը Ասթինե առաջակամ լսում տեցավում էդի խաթունի աղջիկն է Ասթինե էդի քո մորքուրի մորակրոջը պատվին ես դրել են մյուս թորանդ անունը Գարեգին բնականաբար արդեն քո անով են դրել Փեսուտ անունն են Արթուր հիմա ով են ես մարդիկ ամենայն հայոց կաթողիկոս խնդրում եմ պատասխանի երկնային գրասենյակին քիսոն ուզամատապի ֆաքս այո դա ձեր ընտանիքն է Պայմա պարոն կաթողիկոս
ինչ ասա կոչվում։ Սա եկեղեցական օրենքի խախտումա թե ոչ։ Իսկ տերտերները լսում են։ Այս թեման, այ եթե Նիկոլը իրոք Քոչարյանին դեմ է, որ ասում են դոգը Նիկոլական է, դոգը Ռոբիկական է, այսօր ասում են որ դոգը դոգական է, այդ Ռոբիկն ու Նիկոլն են Նիկոլական ու մեկը մեկին սիրում ու պաշտը։ Եթե սա նորմալ իշխանությունը լեր, այս թեման գնալու են Լոլայի, Խաթունի, Ասթինեի, Գարեգինի հետևից եւ ձեր իրականացնելու էին դենկա տեստ եւ եթե գիտությունը չպսնի 99% զուգադիպություն ապա պիտի հրավիրվի ինչ են ասում դրան տիեզերական ժողով ըստ իմ կարճ խելքի կան տենց պոպոզներով անուշ ապերները խաչերը վերը գցած եւ պարոն կաթողիկոսին անեն գահնկեց